Սիրելի բարեկամներ, ողջունում ձեզ, ես քաղաքագետ Գյորգ Մելիքյանն եմ, սա իմ հեղինակային հաղորդումն է, կոչվում է Status Quo, մենք այսօր հյուրընկալել ենք պատմաբան Կարպից Փաշյանին, Կարպից ողջունում ձեզ։ Այո, ձեզ։ Ես այսօր ուզում եմ սկսել մեր զրույցը Բաքվի դատարանի հրապարակած որոշումից, ըստ որի Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դատապարտվել են ՑՄԱ ազատազրկման, իսկ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը ազատազրկվեցին 20 տարի ժամանակով։ Սա ըստիս ամենացավալի լուրերից մեկն է եւ շատ ավելի ցավալի է տեսնել, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ուրախությամբ են կարծիք թե ընդունում այս լուրը։ Եվ ես անդադ եմ իմ հյուրերին ուզում հարցնել եւ հասկանալ իրենք ինչպես են մտածում, ինչ է տեղի ունենում մեզ հետ, ինչ է կատարվում, այսինչ կաբալայի մեջ ենք մենք հայտնվել։ Գիտեք, հայ հասարակության մեջ կամ մեծ մասի մոտ կարծես թե բացակայում է այն համոզմունքը, որ Բաքվում անձեր, առանձին անհատներ չեն դատվում։ Դատվում է Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովրդի շարժումը, որը մեկնարկել էր 1988 թվականին։ Այդ ամեն ինչն է հիմա դատվում եւ հերկվում, մերժվում, ոչնչացվում Բաքվի դատարանում։ Սա պարզ ճշմարտություն է, որը ցավոք սրտի, որի գիտակցումը ցավոք սրտի բացակայում է եւ այդ գիտակցումը պետք է լիներ, եթե պետությունը իր տեղում լիներ, բայց պետությունը քանի որ իր տեղում չի, ընդհանրապես անտարբերության է մատնել այնտեղ գտնվող մարդկանց, ընդհակառակը իր տեղեկատվական խողովակներով քարոզչություն է նրանց դեմ ծավալում, այսինքն այդ մարդիկ կրկնակի հալածանքների են ենթարկվում եւ Բաքվում եւ Հայաստանում։ Բաքվում նրանց տանջում են ֆիզիկապես, իստեղ արդեն ոչնչացնում են բարոյապես, այսինքն այդ մարդկանց պիտակում են որպես թալանչի, որպես հանցագործ, ուրախանում են, ասում են, իրենց հասնում էր, ինչ որ մի օր դրան պետք է հասնեն եւ ստանում են այն, ինչ որ պետք է ստանան, այսինքն այդ մարդիկ կրկնակի տանջանքի եւ հալածանքների են ենթարկվում եւ ես մի բան էլ ասեմ, ես այդքան էլ շահագրգռված չեմ, որ այս իշխանության օրոք իրենք վերադառնան։ Շատ դաժան բան եմ ասում, որովհետեւ երբ որ իրենք վերադառնան, տեսնելու են մի իրականություն, որը իրենց համար հավասարազոր կլինի մահվան, այսինքն նրանց նորից կրկնակի այստեղ տանջելու են, անթույլատրելի, անհասկանալի հարցադրումներ են անելու, այդ բամբասանքներն են տարածելու, այսինքն բովանդակային փակուղու մեջ են։ Իհարկե ես միշտ նաև եթերով եմ ասել, որ նրանց մեղավորության աստիճանը պետք է որոշվի այստեղ։ Անկախ նայած թե նրանց օրինակ կհալածեն, այստեղ կքննադատեն, բայց այստեղ պիտի դա արվի, ոչ թե այլ երկրում, այլ օտար թշնամու երկրի ձեռքով, այո։ Եվ այս գիտակցությունը մենք արդեն չենք կարող հասցնել, ամենապարզ ըստ էության պիտի լիներ ընկալում, որ քո պետության, ինչպես քո ընտանիքի խնդիրները քո ներսում են լուծում, լավ, վատ, ճիշտ, սխալ, բայց քո երկրի ներսում։ Հետևաբար իրենք մեր, բայց հիմա մենք տեսնում ենք, որ այդ պարակտումը կա էլի, այդ Ղարաբաղցի են նրանք վաճառը ծախեցին այդ պատերազմը։ Գիտեք, մենք մեր պետությունը թե ինչ իրավական հարաբերություններ կունենա անձանց հետ։ Դա մեր պետության ներքին գործն է, բայց նրանք հիմա Բաքվի բանտում են նրա համար, որտեղ հայ են։ Նրա համար չեն, որ թալանչի են, որ հայ ժողովրդի թալանել են, բանակից թալանել են, ոչ նրա համար, որ հայ են եւ եղել են առաջնագծում հայերի շարժման։ Կարծես ինչ է կարծում կգա մի օր, որ Ադրբեջանը կպահանջի նաեւ Նիկոլ Փաշինյանին հանձնել իրենց որպես 20 թվականի գլխավոր հրամանատար, այսպես ասած, թե ինքը մեկ գերագույն գլխավոր հրամանատար է իրեն համարում, մեկ ինքը ասում ենք ընդհանրապես կապ չունի, ինչ կապ ունի վարչապետը պատերազմ կառավարելու հետ։ Ջանասիրությամբ, որ փորձում ենք աջակցել ներկայումս Բաքվում գտնվող մարդկանց, ձեր նշած օրը նույն ջանասիրությամբ աջակցություն կհայտնենք Նիկոլ Փաշինյանին,
Այսինքն ուզում եմ Նիկոլ Փաշինյանը լինի, ով ուզում է լինի։ Չէ, ես օրինակ երբեք չեմ ուզում, որովհետև ադրբեջանցիները պահանջում են, եկեք ցանկը բանենք, դա Լևոն Տեր-Պետրոսյանին անգամ, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, եւ հիմա դեռևս դա ժամանակը չի, բայց իրենք ներքին խողովակներով հասկացում են, որ բոլոր նրանք, ովքեր որ որևէ նույնիսկ մարդ հետ հայցելել Արցախ, անգամ ինքն է թիրախում հայտնվել, դուք շատ լավ գիտեք, օտարներից սկսած մինչև Հայաստանի քաղաքացիներ, ուր մնացել նրանք, ովքեր ուղիղ հրամաններ են տվել։ Գիտեք, իմ քաղաքական համեստ չնչին փոքր գիտելիքները ինձ հուշում են, որ Նիկոլ Փաշինյանի պես քաղաքական ու պետական գործիչները հենց այնպես հանգիստ չեն հեռանում իշխանությունից եւ որպես կանոն հեռացումից հետո չեն շարունակում ապրել այնտեղ, որտեղ ապրել են։ Այսինքն փախնում են իրենք այդ երկրից։ Իմ համեստ գիտելիքները դա են հուշում եւ չգիտեմ ինչպես պիտի հասնենք այդ կետին, որ ինքը դուրս գա քաղաքականությունից, հիմա դա երևի մյուս հասն է 2026-ն ենք արդեն այս ամռվա ընտրությունները ինչպես է դիտարկում, արդյոք Փաշինյանը գոնե այս պահին ուժեղ դիրքեր ունի թե թույլ եւ ինչն է նպաստելու, որն է ավելի առաջնահերթ դառնալու իր այսպես ասած մարտավարության եւ ռազմավարության մեջ, էլի խոսելու է խաղաղությունից, էլի փորձելու է նախկիններին մեղադրել, եկեղեցու վրա ինքնահաստատվել, որոնք են լինելու թե բոլորը միասին միգուցե։ Դե խաղաղությունը հիմնական թեման է, այսպես ասած հիմնական նարատիվն է, թեմաների ամբողջությունը մի թեմա չի, մնացյալ բոլոր թեմաները արդեն ճյուղավորվում են, գերագույն գլխավոր թեմայից, այո, մենք ձեզ հայ ժողովրդին հիմնական ուղերձը սա է լինելու, մենք ձեզ բերում ենք խաղաղություն, արժանապատիվ խաղաղություն, խաղաղությունը ինքնին խարսխում է որոշակի նվաճումների վրա, թրիփը, հայ-ամերիկյան հարաբերությունները ներկայացվել են որպես արտաքին քաղաքական նվաճումներ, Արադ Միրզոյանը այստեղ կարող է որպես նորահայտ Քիսինջեր դիրքավորվել, որպես արտգործնախարար, որպես շարժիչ ուժ այդ ամեն ինչի առաջնորդող Հայաստանը շուտով Հայաստան է գալու ԱՄՆ փոխնախագահ Ջի.Դի Վենսը, Հայաստան են գալու եվրոպական առաջնորդները շուտով, չգիտեմ, ճակատագրի հեգնանքով, միտումնավոր, թե պատահական այդ միջոցառումը մի քանի օրվա տարբերություն ունի մեր ընտրությունից եւ այս ամենը Չէ, հասկանալի է, որ դա պատահական չի արված։ Դա գալու է ի աջակցություն նրան ցույց տալու այդ մեծ բումի մեջ։ Հայաստանը գալու Մակրոնը, գալու են Գերմանիայից, գալու են Նիդերլանդներից, այսինքն եվրոպական առաջնորդները գալու են Հայաստան եւ դա բնականաբար չի կարող իշխանության կողմից չօգտագործվել որպես ռոպագանդիստական հուշք ու գործիք։ Այս իշխանությունը նաեւ վայելում է աջակցություն Թուրքիայից, Ադրբեջանից եւ այսպես շարունակ։ Ռուսաստանից, նաեւ Ռուսաստանից միգուցե։ Ոմանք սա համարում են այն կոմպլեմենտարության գագաթնակետը, որին կարող է Հայաստանի նման պետությունը հասնել, այսինքն եթե բոլորի կողմից ընդունված է, այդ դեպքում ուրեմն դու ամեն ինչ ճիշտ ես անում, այդպես է ստացվում։ Ներքին խնդիրները, դες մարդիկ զոհվեցին, չզոհվեցին, դա արդեն մի քիչ փիլիսոփայական դաշտից են իրենք համարում։ Միգուցե բոլորի կողմից ընդունված է, որտեղ բոլորին տվել է այն, ինչ որ անհրաժեշտ է, բոլորի կողմից ընդունված է, որովհետև այդ բոլորի վրայից հանել ես մի մեծ բեռ, որն էր Ղարաբաղյան հակամարտությունը, հորիսկապես լուրջ բեռը, լուրջ հակամարտություն էր, մոլորակի առաջատար տերությունները ներգրաված էին դրա մեջ, կոնֆլիկտ էր, սահմանափակում էր կոմունիկացիաները, տարածաշրջանային ցնցումներ էր առաջացնում, իսկ գիտենք Մերձավոր Արևելքի ինչ բարդ տարածաշրջան է, եւ հիմա բոլորին այդ գլխացավանքից Նիկոլ Փաշինյանը ազատագրել ալխի պետքա ընդունելի չլինի։ Իսկ այդ դեպքում մեզ համար մենք ինչպես որպես հասարակություն պիտի դիրքավորվենք իրողություն, դա իրողություն է։ Հիմա մենք չունենք այս հարցը, այլևս ինչ գնով թե ինչպես փաստացի գետնի վրա Արցախի խնդիրը այսօր միգուցե մեր սրտերում կա, ինքը մնացել է, ոմանց համար ինքը սառեցված է, ոմանց համար մոռացված է, բայց փաստացի քարտեզի վրա նման կոնֆլիկտ այլևս չկա։ Չկա։ Ինչ ենք մենք անում այդ դեպքում։ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընդհանրապես նույն Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները ինչպես պիտի կառուցենք։ Գիտեք, մենք հիմա հասնենք մի հանգրվանի, որ շատ բան անդառնալի է։
Եվ ես իսկապես դժվարանում եմ վերադառնալով նախորդ թեմային, ամեն ինչ կախված է հայ ժողովրդից եւ հայ ժողովրդին առաջնորդող քաղաքական վերնախավերից։ Եթե իրենք կարողանան այստեղ երկրի ներսում իրավիճակ փոխվել, այդ նոր ստեղծված իրավիճակը ընդունելի կդառնա այդ մնացած բոլոր ուժերի համար, այսինքն այնպես չի, որ ամեն ինչ վերջացած է, մենակ դրսում են որոշում, Բրյուսելում, Մոսկվայում, Վաշինգտոնում որոշել են, Անկարայում, Բաքվում, ում վերջ մենք այլևս անելիք չունենք։ Բնականաբար այդպես չի եւ հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքական ուժերը, մտավորականները, ինտելեկտուալները կարող են միջամտություն կարող են, եթե ցանկանան, բայց չեն ցանկանում, կարծեք։ Այստեղ կարծում խնդիրը ոչ այնքան ցանկությունն է, այլ խելքը, չունեն խելք։ Միտքը, գիտեք, խելք բոլորը Facebook-ում բոլորին խելք են սովորեցնում, բոլորի նույնիսկ չհասկանալով թեմանից ենթադրենք վերցնենք, չեմ շեղվում, բայց ուղղակի որպես ռեմարկ է, էլի, ասենք եկեղեցու ուղղափառ լինել չլինելու հարցը, որը կամ ենթադրենք կաթողիկոսին զրկել կաթողիկոսությունից կամ հոգևորականին առանց կարգալույց լինելու կոչել իր ավազանի անունով, այսինքն այն որում դա հիմնավորել, որ դա ճիշտ է, քանի որ այսպես եկեղեցին ուղղափառ չի, ու մարդիկ, որոնք ասեն միգուցե կյանքում եկեղեցի չեն էլ մտել կամ մտել են ուղղակի որպես, բայց մարդիկ կարծեք բոլորը խելացի են, նույնիսկ չես կարողանում իրեն հիմնավորել, որ այդպես չի, այս կամ այն։ Բոլորը ամեն ինչ գիտեն։ Հա, բոլորը ամեն ինչ գիտեն։ Գիտունիքներ են, կրթություն, դիպլոմ, տես բաներ, իրենց պետք է հետաքրքրի բոլորը, հա, ամեն ինչ հասկանան։ Վերադառնալով ձեր հարցին, գիտեք։ Բայց ոչ միայն Հայաստանում, ինչ ալուց։ Հայաստանը դա մի փոքր ավելի սրված է։ Այո։ Նույնիսկ եթե մենք ինչ-որ մի օր մոռացության մատնենք ցեղասպանության հարցը, դա մենք դրան ենք գնում։ Թուրքիան հիշելու է դա։ Եթե մենք որոշել ենք մոռացության մատնել Ղարաբաղյան շարժումը, Ադրբեջանն է դա մեզ հիշելու, Ադրբեջանը դա չի մոռանալու։ Եվ իմ խորը համոզմունքը այն է, որ քանի դեռ կան Ղարաբաղցիները, քանի վերջնականապես չեն տարալուծվել, այսպես ասած, հայաստանցիների իրականությունում, քանի նրանց իրավունքների հարցը պետք է արծարծել եւ նրանց հարցը չպետք է մոռացության մատնել, եթե պետությունը ընդհանրապես հրաժարվել է դրանից եւ ինքը ուզում է հենց այդ ասիմիլյացիայի ճանապարհը, այսինքն այդ մարդիկ, ովքեր ծնվել են Արցախում, իրենց մաքսիմալ դարձնել հայաստանցի եւ վերջ թեման փակվի, այսինքն նույնիսկ իրավունքը վերադառնալու կամ նրանց այդտեղ ունեցած գույքը եւ այլն, ինչպես որ Թուրքիայում եղավ ժամանակին, ընդհանրապես մոռացվի։ Դե հիմա արդեն Հայաստանի իշխանությունները հասել են նրան, որ այդ հարցը միգուցե Ղարաբաղցիներից շատ են չի հետաքրքրում։ Նրանք էլ են արդեն հուսահատվել եւ վերջակետ են դրել, բայց նրանց իրավունքների հարցը պետք է արծարծվի, որ իրավունքների կարծես վերադարձի իրավունքը, Ադրբեջան վերադարձի, գույքի սեփականության, այդ մարդիկ ունեն իրավունքներ, մնացածը քննարկման ենթակա են։ Ես չգիտեմ, այսինքն գիտեմ ինչ եք ասում, բայց իրականում չկա նման իրավունք, դա այդ իրավունքը պետքա դու պարտադրես, այսինքն չունես այդպես օթում իրավունք, որ դու գիտես դու պետքա վերադառնաս, այդ վերադարձի իրավունքը դու պետքա ստիպես, որ հարգեն։ Որը իրավունք չունի, այդ մարդկանց իրավունքները սահմանափակել են արդեն։ Իրավունք չունեն, դա սահմանափակել են։ Եվ իրանք ինչ-որ պետքա պայքարեն։ Իրանց պատիժը, սահմանափակողի պատիժը լինում է միայն ուժով։ Դու չես կարող ուղղակի թղթերով կամ միջազգային պայմանագրերով կամ միջազգային իրավունքին հղում անելով ասես, որ ենթադրենք, այո, դու կարող ես ասել, պիտի ասվի։ Դա համար օրինակ շատերը գտնում են եկեղեցու դեմ պայքարը նաև դրանով է պայմանավորված։ Պարոն Մելիքյան, որքան էլ որ իրավիճակը հուսահատ լինի, բայց կան բաներ, որոնցից դու իրավունք չունես հրաժարվել։ Վառ օրինակ է, Ադրբեջանը նույնիսկ իր համար ամենահուսահատ պահերին երբեք չհրաժարվեց Ղարաբաղը վերադարձնելու մտքից։ Ախր ամբողջ բանանը վեզեց համաձայն եմ, պարզապես փորձում տարբեր կողմերից ներկայացնել, որպեսզի այդ թեման ամենակարևոր թեման դրա համար պատահական չէ։ Ստեփանակերտ մտնելը իրենց համար էր անհավանական, իրենք համակերպվել էին, որ Ստեփանակերտ չեն կարող մտնել։ Եվ Շուշի։ Եվ Շուշի, դե Շուշիի հարցը, Շուշին պետք է լինի տարածաշրջանի Ստրասբուրգ, ընդհանուր տուն, Հարավ-Կովկասյան ժողովուրդների համար։ Ինչևից է այդ այլ թեմա է, չխորանանք։ Ուզում եմ ասել, որ ինչքան էլ վիճակը հուսահատ լինի, բայց թեմաներ կան, որոնցից դու չես կարող
հրաժարվել, ուղղակի դնես մի կողմ ու ապրես այնպես, որ կարծես թե դա չի եղել։ Խոսքը տարածքային պահանջների մասին չի, խոսքը դեպի Էրզրում արշավելու մասին չի, դեպ այդ պսևդո ռացիոնալները մի հետաքրքիր մանիպուլյացիոն հնարք են անում։ Իրենց ձեռնտու է, որ իրենց այդ բանավիճողը կամ հակառակորդը լինի ռազմահայրենասեր անադեկվատ մեկը։ Ու որպեսզի սա անադեկվատ բաներ խոսա, որ գնանք Արմենիան Հայաստանը գրավենք, Թուրքիային ծնկի բերենք, Թուրքիան հիմա փլուզվել է, ինքն դեռ դիքավորվի որպես բանա։ Ռացիոնալ, ռեալ պոլիտիկ, փրկիչ, վառ օրինակ Ժիրար Լիպարիցյանը, չէ, ինքը իրեն հակառակորդ է դիտարկում այդպիսի մարդկանց, բայց չէ՞ որ այլ կարծիքներ էլ կան, մարդիկ կան, օրինակ ես, դուք, չեմ ասում, չէ՞ գնանք Արմենիան Հայաստանը հետ բերենք, Արարատ լեռը ազատագրենք, չգիտեմ, գնանք հասնենք Բաքու, մենք երբեք այդպիսի բաներ չենք ասում, մենք ասում ենք մարդիկ ունեն իրավունքներ, այդ իրավունքներից իրենց չկարող զրկել։ Չէ, բայց ես ասեմ, իհարկե ես ընդհանրապես այդ դիսկուրսներում չկամ, բայց դա իրականում եթե կան մարդկանց մոտեցումները տարբեր, բայց հնարավոր չի ընդհանրապես հանել օրինակ ավետյաց երկրի գաղափարը, այսինքն դու չես կարող երբևէ մոռանալ, որ դու Արարատ լեռ ես ունեցել։ Չէ։ Ու ինչ որ մեկի մոտ դա կարա տրանսֆորմացվի հետ բերելու գաղափարի, որը իրատեսական չի, բայց գաղափարը ինքնին չի կարող չլինել։ Դե հատկապես օրինակ ինձ վրա բերեմ օրինակ ես մասնագիտությունը շատ պահպանողական մասնագիտություն է, եթե ես հետազոտում եմ մեծ հայքը, հայկական լեռնաշխարհը, ես չեմ կարող դա իմ հիշողությունից ուղղակի ջնջել, ասել չէ դա չի եղել։ Խոսքը դրա մասին չի, դա պետքա հիշել, պետքա ֆիքսել, որ մեր հայրենիքի մի մասը Թուրքիայում է, ներկայումս գտնվում, օրինակ Թուրքիայում է, մեր բնորանը Թուրքիայում է գտնվում, այսինքն հայկական լեռնաշխարհն է դա, եւ դա մենք չենք ասում, դա ամբողջ աշխարհը գիտի, գիտնականները, հետազոտողները, հնագույն քարտեզները եւ այլն, բայց դա չի նշանակում, որ դա դատարկության է տանում, եթե դու եղածը չես ծաղկեցնում եւ դարձնում իրեն մարգարիտ, ադամանտ, այո, դա դառնում է արդեն անիմաստ զրույց։ Եղածը չես զարգացնում, բայց խոսում ես չեղած հերավոր ու շատ դժվար հասանելի խնդիրներից, որոնք դարձնում են քեզ ուղղակի օդում խոսող։ Այս թեմաների վերաբերյալ մանիպուլյացիաները իսկապես շատ են։ Բայց դուք կարևոր բան ասացիք, այսինքն իրենք գցում են այնպիսի դաշտ, որ կարողանան ինքնահաստատվել եւ փաստարկներով ջարդել։ Տեսեք, Եվոս, օրինակ որ դուք իրենց հետ համաձայն չեք Նիկոլ Փաշինյանի հետ։ Կներեք, որ ձեր վրա օրինակը բերում։ Օրինակ քննադատում եք այդ արտաքին քաղաքականությունը, որը լիքը աղետների ա բերել։ Ասում են, ես այդ մարդկանց ասում։ Ասում են, այ Գևորգը դաշնակ է։ Գևորգը դաշնակ չի, բայց ես հասկանալի է։ Այդ պիտակումն են իրանք։ Բայց գիտեք, չէ, դաշնակ պիտակավորելը գայս է Ադրբեջանից։ Ադրբեջանում ցանկացած հայկական մտածողություն ունեցող մարդուն, սկսած ծայրահեղից մինչև ամենաչափավորը, իրենք համարում են դաշնակ։ Հիմա դաշնակ, այո, տերորից եւ հիմա էլ արդեն ռևանշիստ։ Այսինքն ով համաձայն չի Ալիևին այդ զիջումների հետ, Ալիևի հետ ով համաձայն չի, ասում են դաշնակ, բայց դաշնակը ստեղ ինչ կապ ունի։ Ու անդադ հղում են անում, բանա անցյալին։ Ու այդ անցյալի դիսկուրսները խառնում են այսօրվա դիսկուրսների հետ, ասում են այն ժամանակ դուք կողմնակից եք, չէ, խաղաղությանը, կողմնակից եք էական Մինսկի ֆորմատով հակամարտության կարգավորմանը, բայց հիմա ինչ եղավ, ինչի հանկարծ դաշնակ դարձակ։ Ու այդ մարդիկ այնքան անբարոյական են, այսպես ասենք, որ տարբերություն չեն ուզում հասկանալ, որ Մինսկի խմբի այդ ֆորմատով բանակցությունը, բանակցային գործընթացը այլ բաներ։ Հիմա լրիվ այլ բան է, 26 այլ բան է եւ իրենց կապիտուլյացիան, իրենց ռազմաքաղաքական խոշոր պարտությունը մեր վրա ուզում են հիմա վաճառեն որպես հաղթանակ։ Կարծես ուզում են վաճառել որպես հաղթանակ, թե ուզում են փորձում են իրենց կաշին փրկելու համար, որտեվ եթե դա դիտարկվի որպես պարտություն, իրենք պիտի պատասխանատվություն կրեն։ Հետևաբար իրենք փորձում են ամեն ինչ անել, որպեսզի մնացած բոլորը մեղավոր լինեն, բացի հենց կոնկրետ իրենցից։ Դե բնականաբար ամեն ինչ արվում է իշխանության վերարտադրության համար, դրա համար իրենք կեղծեցին ի սկզբանե պատերազմը, դրանից առաջ կեղծել են լիքը այլ բաներ, պատերազմը կեղծելուց հետո պարտությունը սկսեցին կեղծել, ներկայացնելով որպես հաղթանակ այդ հիվանդ շիզոֆրենիկ տեսությունը, պսևդո գիտական, պսևդո քաղաքական
հորինեցին իբրև թե Ղարաբաղը հանձնելով Հայաստանը վերանվաճեց իր անկախությունն։ Էլի այդ հակագիտական այն պնդումը թե Հայաստանը 91 թվականից ի վեր անկախ չի եղել եւ 2020 թվականի պատերազմից հետո նոր գտավ իր անկախությունը թոքը իր վզից կտրեց ու շփրտեց անբարոյական տեսություններ են։ Իհարկե, իսկ ինչ է կարծում դրա դեմ առնելու համար մեզ բացի իշխանափոխությունից, որպեսզի ասենք խնդիրը հիմնովին լուծելու համար այլ կերպ ազդելու հանրային կարծիքի վրա ինչ բաց դուք լուրջ ոդքասթներ եք վարում եւ վստահ եմ որ ձեր ներսում այդ կարմիր թելը կա որ հնարավորության դեպքում նաեւ կրթել հանրությանը բացի դրանցից ինչ եք կարծում ինչ որ մենք չենք կանում միգուցե մենք պիտի անենք ինժեներական աշխատանքներ պետք է տարվեն մշակութային տեսանկյունից սոցիալական ինժեներիա հա այո եւ ինձ թվում ամենակարևոր հարցերից մեկը այդ ազգի մոդեռնիզացիայի հարցն է ինչ է իմը նոր ինքնության նկատմամբ ոչ թե ինքնությունը իմ համոզմամբ ինքը փոփոխվող դե դա կոնստրուկտ է փոփոխվող այո կոնստրուկտ է կոնստրուկտիվիզմի կողմնակից է մեզ առնում այսինքն ինքնությունը իմ համար ինչ որ քարացած հասկացություն չի որը չի դա բոլորի համար է այդպես միայն դες դե մի ուղղություն էլ կա պրիմորդիալ է ճիշտ եմ ասում ուղղությունը որ ասում չէ ինքնությունը այդ խարիսխը նույնն է չի փոխվում հիմա մենք ինքնության այդ բառը ճիշտ է այսքան չեմ սիրում իմ համար մի քիչ պրոբլեմատիկ բառ է ավելի շատ նախընտրում ասել մշակութային միջավայր պետք է լուրջ մոդեռնիզացիա իրականացնել այդ մոդեռնիզացիա ասելով նկատի ունեմ անպայման վեստերնիզացիա նկատի ունեք մտածողության թե տնտեսության համակարգի մոտեցումների կառավարման ձևերի մտածողության ազգային բայց դա այդքան հեշտ չի անել մշակութային դա երկարատև պրոցես է 18 թվին ունենք մենք այդ հնարավորությունը այո իդեպ Նիկոլ Փաշինյանը դա անում է պորտալը բաց հիմա անում է բայց դեպի բացս է իր համոզմամբ իր պատկերացումներով դա իրականացնում է նրան օգնում են իր խորհրդատուները որոնց շարքերում կան նաև ոչ մի քանի հասարակագետներ որոնք այդ process-ը իրականացնում են բայց իմ համոզմամբ դա այդ process-ը պետք է այլ ուղղությամբ պետք է այլ ուղղությամբ գնա առանց Հայաստանի վերջին 150 տարվա անցյալը քայքայելու այո այսինքն դա պիտի լինի ավելի շատ հենց ընդհակառակը քո ինքնաբավության ինքնագնահատականի բարձրացման հաշվով ոչ թե հակառակը իջեցման հաշվին եւ ուրիշների մեծ արման հին տեքստերն էլ պետք է վերարժևորվեն այս ազգը քաղաքական առումով ստեղծել են Ռաֆին, Ռաֆայել Պատկանյանը, Ղազարոս Աղայանը, այս բոլորին է ստեղծել է Խաչատուր Աբովյանը, պետք է բայց լավ իմաստով թե վատ։ Լավ իմաստով, մեր ազգաստեղծման process-ը նկատի ունեմ իրենցից է սկսվել, հա 19-րդ դարում հայերի քաղաքական ազգանալը, պետք է մոտ հղում տանք նորից այդ անցյալին հասկանանք, այս վերջին 150 տարիներին այս ժողովուրդը ինչ ճանապարհով է ընթացել, ինչ է կորցրել, ինչ է ստեղծել, ինչն է կենսունակ 21-րդ դարում, որովհետեւ մենք կարողանանք դրսևորվել որպես նոր ազգ, որտեղ մեծ ցնցում ա եղել մեր իրականությունը։ Մենք չենք կարող հենց այնպես մարսել Ղարաբաղի կորուստը։ Փաշինյանի թիմը քաղաքական համարում է, որ միգուցե համաձայն է ձեզ հետ, բայց ասում է ոչ մեր ժամանակ։ Մենք կգնանք, դրանից հետո ինչ ուզում եք արեք։ Ակնհայտ է, որ մենք չենք Փաշինյանը լինի թե չլինի, այլևս չենք կարող հին տրամաբանությամբ ապրել։ Որտեղ եղել է պատերազմ եղել է Արցախի հայաթափում ինչ որ մի բան սխալ է գնացել բայց եւ դրա սարսափելի ազդեցությունը մեր հայաստանյան ներքաղաքական մտածողության եւ զարգացումների վրա այսինքն հələ մի կողմ թողնենք արհավիրքը մեզ մոտ իսկապես բանա փոխվել ներսում իհարկե փոխվել է ու մի բան կամ երկու բան չի շատ նա փոխվել մեր պատկերացումները նախկին պատկերացումները փլուզվել են ու նորերն էլ չկան ու նորերն էլ չկա ընդդիմությունն էլ չի առաջարկում միգուցե չի էլ կարող առաջարկել միգուցե իրենք այդ առաքելությունը չունեն այդ ինտելեկտուալ առաքելությունը մեզ չգիտեմ դժվար ժամանակներ են սպասվում այս առումով չգիտեմ բար թեմա է ես անդադ խճճվում եմ չեմ կարողանում միջև վերջ միտքս ձևակերպել որովհետև խնդիրը շատ բարդ է ասա մի հոգու երկու հոգու խելքի բան չի եւ պետքա միջավայրը հակված լինի դեպի այդպիսի փոփոխությունները պետք է այդ միջավայրին համապատասխան նոր տեքստեր գրվեն սա ինչ-որ բազմաշերտ process է նա ներառում է պոեզիա, վեպեր, գիտական աշխատանքներ, երաժշտություն մի խոսքով ինչ-որ բազմաշերտ գործընթացի մասին է խոսքը, որի անհրաժեշտությունը իսկապես կա
Կարպի շատ շնորհակալ եմ այս քննարկման համար։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն նաև ձեզ ելի բարեկամներ, որ հետևեցիք մեր այս քննարկմանը, որին մենք հյուրընկալել էինք պատմաբան Կարպիս Փաշյանին։ Հաջողություն ձեզ եւ հետևեք Եվրամեդիա 24-ի աշխատանքներին։ Առայժմ